Հայաստանի արտգործնախարարությունում կայացել է Հայաստանի արտգործնախարար Արաբ Միրզոյանի եւ ՀՀԿ գործող նախագահ Ֆինլանդիայի արտգործնախարար Էլինա Վալտոնենի առանձնազրույցը այնուհետև ընդլայնված կազմով հանդիպումը ՀՀԿ Մինսկի խումբը կդադարի գոյություն ունենալ դեկտեմբերի 1-ից հայտնել է նախարար Էլինա Վալտոնենը։ Նա լիակատար աջակցություն է հայտնել Երևանի եւ Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին եւ ընդգծելով օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռնարկված չափազանց կարևոր քայլերը, նշել խաղաղության համար Հայաստանի շարունակական հանձնառությունը չնայած խոչընդոտներին։ Հայաստանի արտգործնախարարը նշել է, որ գործընկերոջը մանրամասներ է հաղորդել խաղաղության փաստաթղթի նախաստորագրման եւ հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ։ Միրզոյանը հիշեցրել է խաղաղության հաստատման հարցում ՀՀԿ-ի դերի մասին եւ այժմ անհրաժեշտ են համագործակցության նոր եզրեր ու հորիզոններ։ Միրզոյանը պատասխանել է նաև Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի խնդրի եւ Հայաստանի սահմանադրությունը Բաքվի պահանջով փոխելու հարցերին։ Շատ լավ, շնորհակալ եմ հարցի համար։ Իսկապես հաստատված խաղաղության պայմաններում Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի շրջանակներում էական մի քանի հարցերի շուրջ ձեռք բերված համաձայնությունների պայմաններում այդուհանդերձ մնում են որոշ հարցեր, որոնք դեռ լուծման կարիք են զգում եւ հավելյալ ջանքերի կարիք են զգում, լուծված չեն ըստ էության այս պահի դրությամբ եւ հենց դրանցից մեկը կամ առաջինը Բաքվում պահվող պատանդարված անձանց գերիների ուրեմն ազատ արձակման հարցն է։ Մենք ամենօրյա մեր աշխատանքն ենք իրականացնում այս ուղղությամբ, ոչ միշտ տեսանելի, ոչ միշտ արդյունավետ, հակառակ դեպքում հարցը վաղուց լուծված եւ դուրս եկած կլներ օրակարգից, բայց մենք իրականացնում ենք այդ աշխատանքը։ Ինչպես եւ միշտ այս պահի եւս ես ուզում եմ հույս հատնել, որ առաջիկայում մենք այս առումով լավ նորություններ կունենանք, համենայն դեպս մենք չենք դադարում մեր ջանքերը եւ բառացիորեն երեք նաեւ Շարմ-ալ-Շեյխում տեղ ունեցած մեր խաղաղության գագաթաժողովի շրջանակներում կրկին մեր ադրբեջանցի գործընկերների հետ քննարկել ենք այս հարցը։ Ինչ վերաբերում է սահմանադրությանը, ապա ես հարկ եմ համարում նշել, որ ինչպես եւ նախկինում, այնպես էլ հիմա այդպիսի հարց որպես փոխհամաձայնեցված օրակարգի հարց գոյություն չունի մեր քննարկումներում եւ Հայաստանի Հանրապետության սահմանադրության փոփոխության եւ կամ նոր սահմանադրության ընդունելու հարցը բացառապես ներքաղաքական օրակարգի եւ մեր ժողովրդի որոշելիքի հարցն է։ Ես զարմանում եմ, որ շարունակաբար այսքան հավաստիացումներից հետո հարցերը շարունակում են մնալ կամ հնչել, բայց եթե հարցնում եք նորից ասեմ, որ Հայաստանի Հանրապետությունը երբևէ որևէ երրորդ կողմի արչև չի ստանձնել եւ չի ստանձնելու պարտավորություն փոխել Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը։ Կրկին դա միայն եւ միայն մեր քաղաքացիների որոշելիքն է եւ մեր ներքին, մեր քաղաքական, մեր հանրային, եթե կուզեք, օրակարգի մաս։ Այո, Ադրբեջանը շարունակում է ասել, որ կապել, պայման դիտարկել որպես եզակի թվով նախապայման, որպեսզի հստակ լինի նորից բանի տեղիք չտա, կա այդ նախապայմանը դնել, այդ պայմանը Ադրբեջանը շարունակում է պայմանագրի ստորագրման համար, մենք այս կապվածությունը, այս նախապայմանը չենք արդեն ասեցի։ ՄԱԿ-ը փետրվարի 17-ին հրապարակած իր եզրակացությամբ ըստ էության արդարացրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ռեժիմի իրականացրած քայլերը եւ համարում է, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի եւ մյուս հայ գերիների կալանավորումը օրինական է եղել։ ՄԱԿ-ի Երևանի գրասենյակի մոտ բողոքի ակցիայի ժամանակ հայտարարել է Միասին այլընտրանքային հասարակական քաղաքական շարժման համակարգող խորհրդի անդամ Արամ Սարգսյանը։ Իսկ այսօր հավաքվել են, որպեսզի դիմումնամակ հանձնեն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին։ Ուրեմն Հայաստանի իշխանությունը լուր է այս հարցում։ Ընդհանրապես որևէ, եթե չլիներ Օկամպոյի հայտարարությունը, ապա որևէ մեկը չէր իմանա, թե ինչ է կատարվել այդ ուրեմն բանկի հետ կապված։ Ուրեմն մենք հիմա չենք դիմում Նիկոլ Փաշինյանին, անիմաստ համարելով դա, եւ արտաքին գործերի նախարարությանը։ Ուղղակի մենք մեր հայտարարությունը ուղարկել ենք իրենց, եւ արտաքին գործերի նախարարություն եւ արդարադատության նախարարություն եւ նաեւ աշխատակազմը վարչապետի, այսպես կոչվածի։
Եվ այս առումով մենք դրա համար եկել ենք ՄԱԿ-ին ասելու, որ գոնե դուք հավատարիմ եղեք ձեր ընդունած որոշումներին։ Դուք եղեք անակարգ։ Իշխանությունը անտեսում է գերիների հարցը։ Միանշանակ, դա արդեն པարզ երևում է, չէ՞։ Գոնե այս պարագայում կարող էին նրանք որևէ մի բողոք ներկայացնեին։ Եթե նրանք շահագրգիռ են, որպեսզի մեր պատանտները, մեր գերիները վերադառնան, սա ամենալավագույն առիթն էր, որպեսզի իրենք համապատասխան ձևով հայտարարությամբ դուրս գային կամ նաև պահանջով։ Այսօրվա իրավիճակում արտաքին գործերի նախարարությունը եւ արդարադատության նախարարությունները որևէ խոսք չեն ասում։ Անդրադառնալով Շարմ էլ-Շեյխի խաղաղության գաղտնաժողովին, ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը գրել է, թե Փաշինյանը այդպես էլ չհասկացավ, որ Թրամփը գործարք է կնքել Իլհամ Ալիևի եւ Բենյամին Նեթանյահուի հետ, իսկ իրեն մշտապես վիճակված է լինել պրոտոկոլը խախտելով աշխարհի տարբեր գաղտնաժողովներում որսալ Դոնալդ Թրամփին եւ նրան ասել, ես Հայաստանի վարչապետն եմ, օրհնվի այս հաթը, որ ձեր օրհնված ոտը, այն հույսով, որ մի օր իրեն տեղը կբերեն որպես այն մյուս տղուն։ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցի նախաբանի ու եզրափակիչ մասի ընթերցումից հետո տպավորություն է, որ եթե դա Նիկոլ Փաշինյանը չի գրել, ապա ակնհայտորեն խմբագրել է Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ Այն դերմինաբանությունն ու համայն աշխարհին ուղղված մեղադրանքները, պիտակավորումները, որոնք արտացոլված են զեկույցում, այս տարիներին հնչեցվել ու տեղ են գտել Փաշինյանի եւ նրան պատկանող մի քանի լրատվամիջոցների բառապաշարում։ Նաև շատ պարզ է, թե ինչու չի հրապարակվել այս զեկույցը, որքան էլ Փաշինյանը փորձել է արդարանալ պարտության պատասխանատվությունը բաշխել բանակի ներքին եւ արտաքին ուժերի վրա, նույնիսկ այս փաստաթղթում է ակնհայտ, որ մեր ժողովրդի համար աղետալի էջի ու որպես հետևանք դրան հաջորդած պարտությունների շղթայի գլխավոր պատասխանատուն հենց իշխանության գլխին կանգնածն է Փաշինյանը։ Կոնկրետ պատերազմական վճռական փուլերի մասին կամ հպանցիկ է խոսվում, կամ շրջանցվում է։ Հասկանալի է, որ իշխանությունը հստակ գիտի, որ իր որոշումները ուշացումով հակաքայլերը, իսկ որոշ դեպքերում քաղաքական որոշումների բացակայությունները մեր երկրին դիվանագիտական, քաղաքական, ռազմական առումով հրել են դեպի դաժան պարտության։ Թեև ներկայացված է տարբեր ստորաբաժանումների գործողությունները, նաև նրանց, որոնք ըստ զեկույցի հեղինակների ինքնակամ լքել են մարտադաշտը, հրաման չեն կատարել եւ այլն, սակայն փաստաթղթում շատ հստակ արտացոլված է այն հանգամանքը, որ հավաքական առումով բանակը համար կռիվ է տվել, շատ դեպքերում խիստ անհավասար պայքարում, եւ պետք է եւս մեկ անգամ արժանին մատուցել մեր այն նվիրյալներին, ովքեր պայքարեցին, դիմադրեցին եւ իրենց նվիրվածությունը հայրենիքին ի ցույց դրեցին ռազմաճակատում։ Այսպիսի բանակով պարտվել հնարավոր էր միայն քաղաքական ղեկավարության լիակատար տապալումների, ռազմաքաղաքական իրադրության սխալ գնահատումների, դիվանագիտական ձախողումների եւ երկրի անվտանգության ապահովման ուղղությամբ քայքայիչ գործողությունների պայմաններում։ Ակնհայտ է Դիսնեյլենդում կառուցված մեղադրանքի հրավիրված ասուլիսին հայտարարել է Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբանական թիմի անդամ Ռոբերտ Ամստերդամը, անդրադառնալով փողերի լվացման նոր մեղադրանքին։ Փաստաբանի խոսքով կառավարությունը փորձում է Կարապետյանի վարկանիշը գցել եւ դա անում են, որովհետեւ վախենում են գալի կտրություններից եւ վարչապետի վայելած ժողովրդականությունից։ And in fact, it would appear to anyone to be orders to the court in terms of how to behave. Which is why I believe all these charges fail under Article 18. Because they're all brought for an improper purpose. So, in respect to my hopes for this afternoon, let me say respectfully, they are limited. And about the Prime Minister denying they were political prisoners? Look, I feel sad for Mr. Pashinyan. I really do. Because I think that he is a terribly fearful man. Fearful, insecure. Anyone who has to resort to the language he used to attack
the church that is really, in so many ways, the center of Armenian life. Գրոհելու եկեղեցուն, որը շատ իմաստներով հայկական գոյության առանցքն է, You feel sadness. պետք է խղճաս ընդհանրապես։ Because, to be honest, Անկեղծ ասած, when you are up against a brilliant autocrat, you can be angry. երբ հանդես ես գալի փայլուն ավտոկրատի դեմ, կարող ես զայրանալ։ I have had press conferences like this in Moscow Yes, and sir, I've denounced Putin. Ես հրապես օրինակ մամուլասուլիսներ եմ անցկացրել Մոսկվայում եւ դեմ եմ խոսել Պուտինի դեմ, And was arrested for that. որի համար բերման են ենթարկել։ But in this case, Բայց տվյալ դեպքում, when I see the beauty of Armenia and its people, երբ տեսնում եմ ականատես եմ Հայաստանի եւ իր ժողովրդի գեղեցկությանը and the tremendous spirituality of the church եւ եկեղեցու անսահման հոգեվետությանը and its relationship to the people, եւ ժողովրդի հետ հարաբերությունների, it's just a feeling of sadness. դա ինձ տխրեցնում է։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կլինի Գազայի հատվածում հրադադարի գլխավոր դիտորդը։ Էրդողանը հույս է հայտնել, որ այս պահին Գազայում մարտական գործողությունները դադարեցվել են։ Թուրքիայի նախագահի խոսքով Թրամփը առաջարկել է պահպանել հեռախոսային կապերը եւ չարհամարել հեռախոսային դիվանագիտությունը։ Բանակցությունները բոլոր մակարդակներով կշարունակվեն, իսկ Թրամփի հետ հաստատված դիվանագիտությունը չափազանց կարևոր է բոլորի համար, հավելել է Էրդողանը։ Ղարաբաղը դառնում է ոչ միայն մեր ազգային հպարտության խորհրդանիշ, այլև 21-րդ դարի կայուն զարգացման տարածք, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ընթացող Ղարաբաղի վերականգնում, վերակառուցում եւ զարգացում 5-րդ ադրբեջանական միջազգային ցուցահանդեսի մասնակիցներին ուղղված ելույթում։ Նա նշել է, որ մեծ վերադարձ ծրագրի շրջանակներում օկուպացիայից ազատագրված տարածքներում ներկայումս հաջողությամբ իրականացվում են լայնածավալ վերականգնողական եւ շինարարական աշխատանքներ, որոնք արմատապես փոխում են տարածաշրջանի տեսքը։ Քաղաքներ են կառուցվում, ժամանակակից քաղաքաշինության հայեցակարգերին համապատասխան կառուցվում են նոր դպրոցներ, հիվանդանոցներ, ճանապարհային եւ տրանսպորտային ենթակառուցվածքներ, ստեղծվում են աշխատատեղեր, կանաչ էներգիային կոդիներ եւ արդյունաբերական պարկեր։